Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Մերձավանի համայնքապետի սպանությունը շատ ծանր ընդունվեց հասարակության կողմից, դարձավ նույնիսկ քաղաքական թեմաների շահարկման առարկա։ Այդ գործի նախաքննությունը վարել է Հայաստանի քննչական կոմիտեն եւ վերջինիս նախագահ Արթուր Պողոսյանը այսօր մեր եթերում է։ Դուք գիտեք, որ իրավապահները պնդում են, որ գործը բացահայտված է եւ մարդասպանը արդեն խոստովանական ցուցմունք է նույնիսկ տվել։ Բարի երեկո, պարոն Պողոսյան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Քանի որ այս դեպքը կապվում է փետրվարի 5-ի սպանության հետ, ես կխնդրեմ մի քիչ մանրամասն այդտեղից գանք։ Շնորհակալ եմ, պարոն Ղազարյան, հրավերքի համար։ Դուք ձեր խոսքի սկզբում նշեցիք, որ հանցագործության դեպքը բացահայտված է։ Ես նույնպես պնդում եմ, որ հանցագործության կատարող անձի ինքնությունը պարզվել է եւ գործը այս պահի առնվազն կատարողի մասով բացահայտված է։ Ինչ վերաբերում է 2025 թվականի փետրվարի 5-ին տեղի ունեցած դեպքին, դարձյալ Մերձավան համայնքում, այս դեպքերը միմյանց հետ փոխկապակցված են ըստ էության, եւ հիմա ես կապը կնշեմ, թե ինչու է կայանում փոխկապակցվածությունը։ Ինչպես գիտեք, 2025 թվականի փետրվարի 5-ին երբ որ մենք վարույթ նախաձեռնեցինք Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի կապակցությամբ, վարույթը նախաձեռնվեց ոչ միայն սպանության հատկանիշներով, այլ նաև նախաձեռնվեց ապօրինի զենք հրազեն պահելու հատկանիշներով, մի խումբ անձանց կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից տարբեր անձանց մարմնական վնասվածքներ, թեթև ծանրության մարմնական վնասվածքներ պատճառելու հատկանիշներով։ Քրեական վարույթը, քանի որ ի սկզբանե դարձյալ նույն հանրային հնչեղություններ ստացել եւ տարբեր լրատվականներ լուսաբանում էին դեպքը եւ իրադարձությունները եւ դարձյալ նույն ձևով առաջ էին քաշում տարբեր վարկածներ, իմ կողմից քրեական վարույթի նախաքննությունը հանձնարարվեց քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության վարչությանը։ Մենք ունենք առանձին մասնագիտացված ստորաբաժանում եւ իմ որոշմամբ ստեղծվեց համատեղ քննչական խումբ եւ նախաքննությունն իրականացրեց կենտրոնական ապարատում է իրականացվել։ Ես նշեմ, որ քրեական վարույթի շրջանակներում կատարվել է լրիվ բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն, եթե մենք նայենք ժամանակագրական առումով դեպքը տեղի ունեցել փետրվարի 5-ին եւ արդեն իսկ ապրիլի վերջի դրությամբ 14 մեղադրյալների մասով քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվեց սպանություն կատարող անձի ինքնությունը, ով սկզբնական շրջանում գտնվում էր փախուստի մեջ, այնուհետև հայտնաբերվեց, կալանավորվեց եւ նրա նկատմամբ քրեական վարույթի նախաքննությունը նույնպես ավարտվեց եւ դարձյալ մեղադրական եզրակացությամբ հունիս ամսին ուղարկվեց դատարան։ Մի կարևոր հանգամանքի վրա եմ ուզում շեշտադրում կատարել։ Մերձավանում փետրվարի 5-ի դեպքի մասին է խոսքը։ Ըստ էության դարձյալ վարկածները, երբ որ առաջ էին քաշում լրատվականներով, զանգվածային լրատվության միջոցներով, քննությամբ հաստատված տվյալով հաստատվել է, որ ըստ էության վեճի շարժառիթը եղել է ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ կողմերի միջև առաջացած վեճը, Աբսուրդ, որի արդյունքում կողմերից մեկը ծեծի է ենթարկում մյուս կողմին եւ դրանից հետո արդեն տեղի ունենում իմ մատնանշված դեպքը, երբ որ արդեն հավաքվում են եւ վիճաբանում են զենքի գործադրմամբ խուլիգանություն է տեղի ունենում եւ սպանվում է նաեւ Գրիգոր Օհանյանը։ Վեճի ժամանակ մեկ անձել հրազենային մարմնական վնասվածքներ է ստանում։ Այսինքն դարձյալ այս դեպքում վեճի շարժառիթը եղել է իմ մատնանշած հանգամանքը։ Նշեմ, որ սկզբնական փուլում նախաքննական մարմինը համատարած, գրեթե մեծամասամբ միջնորդել է, որպեսզի անձանց նկատմամբ կալանքը որպես խափան միջոց ընտրվի, սակայն դատարանների կողմից սկզբնական փուլում մի մասը մասնակի մերժվել է եւ ընտրվել են այլընտրանքային այլ խափանման միջոցներ, տնային կալանք։ Սկզբնական շրջանում մենք ունենք, որ նաեւ բավարարումներ ունենք, երբ որ կալանքը որպես խափան միջոց ընտրելու միջնորդությունները մեր բավարարվել է։ Օրինակ կարող եմ նշել, որ 15 մեղադրյալներից ընդհանուր 11 անձի նկատմամբ կալանքը որպես խափան միջոց ընտրելու նպատակով մենք միջնորդություններ ենք ներկայացրել դատարան, միայն 6-ն է բավարարվել սկզբնական շրջանում, իսկ հետագայում արդեն նախաքննության ավարտման փուլում ընդամենը
3 անձի մասով կալանքով դատան են գողարկում, այսինքն հետագա փուլերում դարձյալ փոխվել է այլընտրանքային այլ խափանման միջոցներով։ Հաջորդ խնդիրը սրանից հետո բնականաբար մենք քրեական վարույթով տվյալներ ունեինք արդեն, որ կողմերի միջև լարված փոխհարաբերություններ կար եւ այդ լարված փոխհարաբերությունները հնարավոր էր հանգեցնել այլ ծանր հանցագործությունների եւ դրանից հետո ես տեղյակ եմ, որ ներքին գործերի նախարարությունը կոնկրետ այս համայնքում իրականացրել է բազմաթիվ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որոնք այդուհանդերձ միտված են եղել նոր հանցանքի կանխմանը։ Համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումները ըստ էության ենթադրում է բազմաթիվ եւ բազմաշերտ միջոցառումներ, սկսած ապօրինի զենք զինամթերքի հայտնաբերման հետ կապված բացատրական աշխատանքներից, այդ ապօրինի զենքի դեմ պայքարի շրջանակներում իրականացված աշխատանքներին եւ վերջացած կոնկրետ անձանց նկատմամբ որոշակի օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնել է։ Ես տեղյակ եմ, որ ոստիկանությունը աշխատանքը շարունակել է շուրջ մի քանի տասնյակ անձանց նկատմամբ կոնկրետ իրականացվել են միջոցառումներ, նաեւ ունենք տվյալներ, որ Փարաքյար համայնքում եւ ընդհանրապես Արմավիրի մարզում ունենք զգալի քանակությամբ զենք զինամթերքի կամովին հանձնման դեպքեր, ինչպես նաև բացահայտման դեպքեր ունենք։ Սակայն մենք պետք է իրականությունից ըստ էության չկտրվենք եւ հիմա, երբ որ խոսում ենք հանցագործության կանխման եւ նախականխման մասին, 100%-ով բացառել կամ կանխել հանցագործությունը, կարծում եմ ողջամիտ եւ իրական չի, եթե դու ունես անձանց շրջանակ, եթե դու ունես նույնիսկ եթե ունես անձանց շրջանակ 100%-ով բացառել նոր հանցանքի կատարումը, կարծում եմ ողջամիտ չի։ Այս առումով նաեւ ես կցանկանամ հաջորդ դեպքին անդրադառնալ, արդեն սույն թվականի սեպտեմբերի 24-ին դարձյալ Մերձավան համայնքում տեղի ունեցած սպանության վերաբերյալ քրեական վարույթին։ Սկզբնական շրջանում, երբ որ ահազանգը ստացվեց, անմիջապես մեկնել է օպերատիվ քննչական խումբը դեպքի վայր, կատարվել են անհետաձգելի բազմաթիվ գործողություններ, որոնք միտված էին հանցանք կատարած անձանց բացահայտմանը եւ ի պատիվ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության ծառայության համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ բացահայտել հանցագործությունը եւ որը նաեւ հետագայում ներկայացվեց նախաքննական մարմին, հիմա արդեն այդ անձանց նկատմամբ 2 անձ ունենք հիմա որպես մեղադրյալ ներգրաված, 2-ի նկատմամբ է որպես խափան միջոց կիրառվել է կալանավորումը։ Դարձյալ քննության սկզբնական փուլում զանգվածային լրատվական միջոցներով ըստ էության տարբեր վարկածներ էին առաջ քաշում, սկսած քաղաքական նպատակներով կատարված սպանություն, քաղաքական շարժառիթներով, վերջացրած, չգիտեմ, անձնական վրեժխնդրություն եւ այլն։ Իհարկե, նախաքննական մարմինը օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների հետ քննարկել եւ ստուգել է բոլոր վարկածները։ Ես ուզում եմ մի քանի հանգամանք նշեմ, որոնք ըստ էության լույս կսփռեն այս գործընթացում, թե ինչպես մենք հասանք հանցանք կատարած անձանց ինքնությունների պարզմանը եւ ըստ էության հանցագործության բացահայտմանը։ Նախաքննական մարմինը օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու մարմինների հետ առաջ է քաշել եւ ստուգել է բազմաթիվ վարկածներ։ Միայն մի հանգամանք նշեմ, որ ոստիկանության ստորաբաժանումները ներքին գործերի նախարարը դուք տեղյակ եք, որ գտնվում էր անմիջապես Վաղարշապատ համայնքում, այնտեղ կազմվել էր օպերատիվ շտաբ, այդ շտաբը ղեկավարում էր անձամբ ներքին գործերի նախարարը, ինքն էր ղեկավարում եւ համակարգում այդ աշխատանքները։ Շուրջ 100 անձի նկատմամբ իրականացվել են օպերատիվ հետախուզական բազմաբնույթ եւ բազմատեսակ միջոցառումներ։ Այսինքն ծավալը պատկերացնում եք, չէ՞, ծավալը միայն 100 անձի նկատմամբ ստուգել նրանց այլուրեկությունը, տեղաշարժը, գտնվելու վայրը, բազմաթիվ միջոցառումներ եւ հերքելով ըստ էության բացառելով հասանք նրան, որ ստացանք տեղեկություններ, որ հանցանք կատարած անձի կողմից օգտագործված իրերը, հագուստը արդեն դուսաբանվել է, նաեւ տեսել եք տեսագրությունները, դիմակը, ինչպես նաեւ ձեռնոցները գտնվում են կոնկրետ վայրում, մասնավորապես 2025 թվականի փետրվարի 5-ին տեղի ունեցած սպանության գործով մահացածի եղբոր
տան չօգտագործվող շինության տարածքում եւ մենք խուզարկության միջնորդություններ ներկայացրեցինք դատարան, խուզարկությունների արդյունքում ոստիկանության հետ համատեղ հայտնաբերեցինք տան բակում կիսաայրված վիճակում գտնվող հագուստները, մասնավորապես գիշերային տեսանելիության սարք, կիսաայրված ձեռնոցներ, հագուստը, վերնաշապիկը, դիմակը եւ պայուսակը, որը որ պայուսակի հետ միասին, ինչպես նաեւ կոշիկները, Այսինքն այդ ամենը պայուսակով բերել էին վառելով։ Այո, բայց բարեբախտաբար ըստ էության չէր այրվել ամբողջությամբ եւ քննչական գործողությունների կատարման արդյունքում մենք հայտնաբերեցինք այդ իրերը։ Դա հիմք հանդիսացավ, քանի որ անձի պատկանող տարածքում հայտնաբերել ենք հանցանքի կատարման առնչություն ունեցող վերջինիս բացահայտ հետքեր, այս հիմքով ձերբակալեցինք Նարեկ Օհանյանին։ Նարեկ Օհանյանին ձերբակալեցինք, հետագայում նաև մեղադրյալ ներգրավեցինք հանցագործության օժանդակելու մեղադրանքով, սպանության օժանդակելու մեղադրանքով եւ խափանմիջոց ընտրվեց կալանավորումը։ Բայց ակնհայտ է, որ ինքը չի։ Ինքը այլուրեկությունը ըստ էության մեր վարկածներն է, որ այլուրեկությունը ապահովելու համար ինքը մշտապես գտնվել է տանը, ընդ որում նաև տեսախցիկների արչև կանգնած, որպեսի հանցանքի կատարման ժամին հերկվի իր մասնակցությունը, քանի որ ամենայն հավանականությամբ գիտակցում էր, որ առաջին կասկածը կասկածյալների շրջանում ինքն է հայտնվելու, դրա համար ինքը անմիջականորեն մեր վարկածը դա է, որ չի կատարել հանցանքը, բայց նաև քրեական վարույթով քանի որ բազմաթիվ լրագրողներ հենց դեպքի վայրում լուսաբանել են, արդեն կոնկրետ անձանց անունները հայտնի է, ես չեմ ուզում խախտել անձանց անմեղության կանխավարկածի սկզբունքը, սակայն հաշվի առնելով քրեական վարույթի հանրային հնչեղությունը, ես ուզում եմ, որպեսզի առավել մեծ լուսաբանում ստանա եւ մարդիկ տեղեկացված լինեն, թե ինչ է տեղի ունեցել։ Մենք ունենք նաեւ ցուցմունքներ, որ դեպքից 1 ժամ առաջ Նարեկ Օհանյանը իրեն պատկանող է շինության տարածքում կրակ է այրել, այսինքն գիշերային ժամին կրակ է այրել, այդ տարան, որտեղ որ հայտնաբերել են կիսաայրված հագուստները, դա այդ կրակը վառել է հենց Նարեկ Օհանյանը 1 ժամ առաջ։ Դրանից հետո քննիչը դեպքի վայրի զննությամբ, երբ որ հայտնաբերվեց այս առարկաները եւ հագուստները, մենք հայտնաբերեցինք նաեւ մարզասրահ այցելելու քարտ, որի միջոցով հնարավոր էր անհատականացնել քարտը, թե ում անունով է գրանցված կամ քարտը ով է շահագործում մարզասրահ։ Այդ տեղեկատվությունը անմիջապես փոխանցեցինք ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներին եւ դարձյալ ոստիկանության աշխատակիցների ջանքերի շնորհիվ բացահայտվեց հենց անմիջականորեն հանցանք կատարած անձը։ Դա քարտի տերը չէր։ Քարտի տերը չէր, քարտի տիրոջն էլ բացահայտեցին, քարտի տերը մատնանշեց ըստ էության ցուցմունքով նշեց, որ քարտը պայուսակը դեպքի նախորդ օրերին տվել է արդեն մեր հանցանք ըստ էության կատարողին եւ ցուցմունքով արձանագրվեց այդ ամեն ինչը եւ նաեւ ոստիկանության աշխատակիցները բացահայտեցին հենց անմիջականորեն հանցանք կատարած անձի ինքնությունը, ով արդեն գիտեք, որ հանդիսանում է Գևորգ Հարությունյանը, 20-ամյա երիտասարդ է։ Վերջինս տվեց ինքնախոստովանական ցուցմունքներ, ձերբակալվեց եւ ներկայացվեց նախաքննական մարմին եւ նրա նկատմամբ քննիչը միջնորդություն ներկայացրեց հսկող դատախազին, որպեսզի քրեական հետևում։ Նաեւ զենքի տեղը ցույց տվեց դա։ Այո, իհարկե, խոստովանական ցուցմունքներ տվեց, ես որոշակի փակագծեր կբացեմ հիմա նաեւ այս առումով շարժառիթի տեսանկյունից, թե ինչն էր հանդիսացել ըստ կատարողի սպանություն կատարելու դրդապատճառը, մինչև ցուցմունքներն արձանագրել ըստ էության նաև անձը տարավ եւ մատնանշեց հանցագործության առարկայի ինքնաձիգի գտնվելու վայրը, դաշտամիջյան ճանապարհին պահել էր, մենք հայտնաբերեցինք եւ արգրավեցինք ինքնաձիգը, գիտեք նաև որ դեպքի վայրում ունենք համապատասխան պարկուշներ, մենք արդեն նշանակել ենք համապատասխան դատաձգաբանական, դատաքիմիական, դատանյութագիտական, հետքաբանական, բազմաթիվ փորձակնություններ, որոնց միջոցով հնարավոր է նաև անհատականացնել այդ հայտնաբերված պարկուշների եւ զենքի, նույնականացնել այդ զենքով կրակվել այդ պարկուշները թե ոչ, այսինքն այս առումով խնդիր չկա, բայց նաև անձը խոստովանական ցուցմունքներ տվեց, նշեց, որ ըստ էության պատճառը վրեժխնդրությունն էր 2025 թվականի փետրվարի 5-ին տեղի ունեցած դեպքի,
ըստ արդեն մեղադրյալի ինքը մտերիմ եւ շատ մոտ ընկերական հարաբերությունների մեջ է գտնվել։ Այո, Գրիգոր Օհանյանի մահացած փետրվարի 5-ի դեպքով, ինչպես նաեւ Նարեկ Օհանյանի հետ եւ իր կարծիքով ըստ մեղադրյալի Վալոջա Գրիգորյանից իր կարծիքով ըստ մեղադրյալի ցուցմունքի, քանի որ իր ընկերը մահացել էր Վալոդիա Գրիգորյանի ըստ էության մտերիմների կողմից, հենց մեղավորը համարում էր Վալոդիա Գրիգորյանին եւ ըստ ցուցմունքի ինքը ուզում էր դրանով վերջ տալես ամեն ինչին, այս հարաբերություններին եւ հիմնական հենց նպատակը Վալոդիա Գրիգորյանն էր։ Իհարկե նախաքննական մարմինը նաեւ այս առումով կշարունակի վարույթային եւ ապացուցողական գործողությունների կատարումը, մենք չենք բավարարվում ամենևին միայն անձի ինքնախոստովանական ցուցմունքներով, նաեւ մենք ունենք, ես տեսա, որ մամուլում շրջանառվում էր տեղեկություններ, որ հանցանք կատարած անձը անցել է որոշակի վերապատրաստում, չգիտեմ, ինչ-որ վարձու մարդասպան եւ այլն, սս նման վարկածներ էր անհայտ փորձագետների կողմից շրջանառվում։ Ես այս առումով նաեւ քննության առարկա դարձավ այդ հանգամանքը, անձը նշեց, որ ինքը դեպքից 1 ամիս առաջ գնացել եւ Դաշտամիջյան հատվածում կրակոցներ է արձակել, այդ վարկածն էլ մենք ստուգելու ենք եւ պարապել է եւ դրանից հետո որոշեց, որ պետք է իրականացնի իր մտադրությունը եւ մինչեւ դա ինքը այցելել էր Վոլոդիա Գրիգորյանի տան հարակից տարածքներ, նույնիսկ տեղյակ էր, թե որ հատվածն է տեսագրվում, որ ժամերին է Վոլոդիա Գրիգորյանը գնում, մուտք գործում տուն, որ ժամերին է դուրս գալիս, այսինքն 1 ամիս անընդմեջ սանձը հետևել է եւ վերջնաարդյունքում արդեն սեպտեմբերի 24-ին իրականացրեց իր մտադրությունը եւ կարող եմ նշել, որ հիմնական նպատակը եղել է հենց Վալոդիա Գրիգորյանին կյանքից զրկելը։ Այս առումով ես մի կարևոր ես նշեցի իմ խոսքի սկզբում, որ հանցանք կատարած անձի ինքնությունը, անձանց ինքնությունը մենք համարում ենք բացահայտված, բայց սրանով բնականաբար մենք չենք սահմանափակվելու, նախաքննությունը շարունակվելու է այնքան ժամանակ առնվազն, քանի դեռ հանրությունը բոլոր հարցերի պատասխանները չի ստացել։ Ես տեսնում եմ, որ նաեւ ինքը միայնակ էր, թե այո, բոլոր վարկածները մենք շարունակելու ենք անկախ ամեն ինչից, այսինքն պետք է բացառվի կամ հաստատվի այլ անձանց որևիցե կերպ առնչությունը կատարված հանցագործությունը եւ վստահեցնում եմ, որ այդ անձինք, եթե լինեն այդպիսի անձինք, ովքեր որ որևիցե կերպ առնչություն են ունեցել կատարված հանցագործությանը, ենթարկվելու են քրեական պատասխանատվության, սա Այս առումով ուզում եմ, որ մեր հանրությունը միանշանակ վստահ լինի, որ քրեական հետապնդման մարմինները ապահովելու են քրեական պատասխանատվության ենթարկելու անխուսափելիության սկզբունքը անշեղորեն։ Այսքանը։ Մյուս կալանավորվածը ինքը ընդունում է, ես ինչքան հասկացա, մեղքը չի ընդունում։ Նա ասում է բերեք գցել են այդ ամեն ինչը։ Դուք ճիշտ եք, մյուս մեր գործով արդեն մեղադրյալը եւ որը բարեկամական կապ ունի, արժանացական կապ։ Այո։ Ինքը նշում է, որ ըստ էության ինքը որևիցե առնչություն չի ունեցել, հրաժարվում է ցուցմունք տալուց, սակայն մի հանգամանք է նշում այն հարցին, թե օրինակ ինչպես հայտնաբերվեց այդ հանցագործության կատարող անձի հագուստները իրեն պատկանող շինությունում, ըստ էության ողջամիտ այս պահի դրությամբ առնվազն պատասխաններ չի տալի, նախաքննական մարմինը այս առումով իր ցուցմունքը գնահատում է անարժանահավատ, նաև ես նշեցի, որ մեզ համար փաստական հիմք է նաև, որ հենց ის տարածքում է հայտնաբերվել հանցագործության կատարողի այդ հագուստները, բացի նաև 1 ժամ առաջ, այո, նշեցի, որ հենց գիշերային ժամին 1 ժամ առաջ ինքը կրակ է վառում բենզինի միջոցով եւ հենց տարայի մեջ գիշերային ժամին եւ հենց այդ տարայի մեջ է նետվում այդ հագուստները, այսինքն մեր գնահատմամբ սա նախապես պլանավորված գործողություններ էր, որպեսզի թաքցնեն այրման եղանակով թաքցնեն հանցագործության կատարողի հագուստները։ Ես ինչքան հասկանում եմ, եթե նրանք լավ այրեին, դուք այդ ամեն ինչը չէիք գտնի։ Այդ դեպքում ինչու չեն այրել։ Ոչ թե չեն այրել, իրենք ամեն ինչ արել են, որպեսզի այրվի, սակայն չի այրվել, այսինքն միջև վերջ այդ հագուստները
եւ դիմակը, ձեռնոցները մինչեւ վերջ չի այրվել, այսինքն մնացորդները մնացել են արդեն մենք այդ առումով նաեւ մամուլի հաղորդագրության մեջ դուք տեսաք թե ինչ չափով են պահպանվել, դուք տեսաք նաեւ որ մենք ոչ միայն ունենք հայտնաբերել ենք հագուստները, այլ նաեւ հայտնաբերել ենք պայուսակ, որի մեջ արդեն նշեցի, նաեւ մարզասրահ այցելելու այցեքարտ կար, դա քողարկված մեկ այլ հատվածում էր պահպանվում քողարկված։ Այսինքն սա պատահականություններ, sense պատահականություններ մեր գնահատմամբ չի կարող լինել եւ եթե չհայտնաբերեինք այս հակուսները, ես ձեր հարցը հասկացա, ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու լիազորություններ ունեցող մարմինները այդուհանդերձ չկարողանային բացահայտել։ Արագ չէր լինի հաստատ կդժվարանար հանցագործության բացահայտումը, սակայն վստահ եմ, որ պետք է բացահայտվեր այս դեպքը եւ փառք Աստծո, որ ըստ էության նաեւ մենք արագ բացահայտեցինք եւ հանրությունը գոնե այս պահի դրությամբ որոշ հարցերի պատասխաններ հնարավորություն ունեցավ որպեսզի ստանա։ Պարոն Պողոսյան, ձեր ասացից սա վենդետայի նոր շարունակություն կարող է ունենա, որովհետեւ ասենք ինչ ենք տեսնում, մահացել է, հետո գալիս են սպանում են ըստ իրենց ենթադրության հակառակ կողմին եւ այո ճիշտ նկատեցիք, հիմա դուք տեղյակ եք, որ կոնկրետ համայնքում իրականացվում է ուժեղացված ծառայություն, նաև որոշակի անձանց նկատմամբ մենք կիրառել ենք անվտանգության միջոցներ եւ վստահ եմ, որ օպերատիվ մարմինը ըստ էության ներքին գործերի նախարարությունը, ով ունի կանխման եւ նախականխման կոնկրետ պարտականություն, անելու է ամեն ինչ, որպեսզի նոր հանցագործություն տեղի չունենա։ Ես այս առումով նաև ապավինում եմ նաև մեր հասարակության ողջամիտ բանականությանը եւ Պարոն Պողոսյան, տեսեք, բաներ կա, որոնք օբյեկտիվ են։ Ասենք դուք կարող եք անդադ այդ մարդկանց հսկել մի տարի, 2 տարի, բայց չեք կարող հավերժ հսկեք։ Եվ այդ վենդետան այնպիսի բան է, որ չլինի այս տարի, կարող լինի 4 տարի հետո։ Անհնար է, եթե միայն իրավապահ համակարգի շնորհիվ դա կանխել, որովհետև էլի եմ ասում, չեք կարող մշտական դեռ զորք պահեք։ Բայց չէ՞ որ կարելի է այդ գյուղի այդ լարվածությունը, այդ զենքը մտնել եւ massայական, այսպես զինաթափել, ման գալ, գտնել, ցույց տալ, այ նման միջոցառումներ չպետք է լինեն։ Այո, ճիշտ նկատեցիք, ես զենք կա այնտեղ։ Այո, եւ մենք ունենք նաեւ այլ դեպքեր, երբ որ սպանություններ են տեղի ունեցել նաեւ հրազենի գործադրմամբ, նմանատիպ դեպքեր ունենք, ցավոք, բայց ես իմ խոսքի սկզբում նշեցի, որ ըստ էության նաեւ դա ենթադրում է որոշակի համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ, սկսած զենքի կամովին հանձնման հետ կապված բացատրական աշխատանքներից վերջացրած ընդհուպ միջև խոզարկությունների արդյունքում կոնկրետ անձանց բնակարաններում ապօրինի պահվող զենքի ռազմամթերքի հայտնաբերման հետ կապված աշխատանքները, բայց այս առումով թե նախաքննական մարմինը եւ թե օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու լիազորված մարմինները որոշակի դժվարություններ ունեն, օրինակ մի հատ օրինակ ես մատնանշեմ, երբ որ դատարան ներկայացնում են միայն օպերատիվ տվյալ, որպեսզի կոնկրետ անձի բնակարանում խոզարկություն կատարվի, վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ կա, որ դատարանները միայն օպերատիվ տեղեկատվության հիման վրա չեն բավարարում միջնորդությունները, այսինքն գործիքակազմը բավականին սեղմացել է, նեղացել է։ Այդ ամենը ջարդվում է ձեր վրա, ձեր եւ ոստիկանության։ Դրա համար մենք նաև կատարելագործում ենք, մենք փորձում ենք նաև բացի օպերատիվ տվյալներից այլ եղանակով հաստատենք եւ ստուգենք այդ օպերատիվ տվյալները, սակայն սա թե ժամանակային առումով կարող է լինել ժամանակավրեպ եւ թե ինֆորմացիոն արտահոսքի առումով կարող է լինել նաև ոչ արդյունավետ, դրա համար այս առումով, այո, իհարկե այս առումով խնդիրներ կան, հատկապես խոզարկությունների ստացման հետ կապված, ես չեմ ուզում ասենց ինչ-որ քննադատեմ եւ այլն,
անձի սահմանադրական իրավունքի պաշտպանության տեսանկյունից է բնականաբար այդ որոշումը կայացվել, սակայն պետք է մենք ինքներս նաև ներքին գործերի նախարարության հետ եւ այլն որոշակի ինչ-որ մշակենք մեխանիզմ, որպեսզի բացառենք առնվազն գոնե ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերման առումով, որովհետեւ եթե մենք հայտնաբերենք ապօրինի պահվող հրազենը, բնականաբար կանխելու ենք նոր առավել ծանր հանցանքը, այսինքն այս առումով աշխատանքներ կա, կատարելու հսկայական աշխատանքներ կա։ Նույն այդտեղ ավելի լուրջ խնդիր կա, եթե մարդը ծանր հանցագործություն է գործել, որը բերել է անուղղակի մահվան կամ ուղղակի մահվան, եւ դուք էլ հասկանում եք, որ մթնոլորտը շատ շիկացած է, պատասխան կարող է լինի եւ այլն, եւ դատարանները նրանց կալանք չեն տալիս։ Տնային, այսինքն գործողության ազատություն են տալիս։ Այդտեղ դուք ինչ կարող եք անել։ Հիմա քննչական կոմիտեում իմ հանձնարարությամբ ուսումնասիրվում են բոլոր այն դեպքերը, հատկապես սպանության եւ սպանության փորձով դեպքերը, որ եմ ասում, եթե խոսքը վերաբերում է սպանությանը, որոնցով օրինակ տնային կալանք է կիրառվել կամ ընտրվել է այլընտրանքային այլ խափան միջոց, բոլոր այդ դեպքերը հիմա վեր են հանվում։ Ավելին նաև վեր են հանվում այն դեպքերը, երբ որ օրինակ այլընտրանքային խափան միջոց է կիրառվել անձի նկատմամբ եւ այդ անձը նոր հանցանք է կատարել, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն, այդ բոլոր դեպքերը կվերհանվեն, կվերլուծվեն, պատճառների վերաբերյալ եւ մեր հանրությանը կիրազեկենք եւ համապատասխան հետեւություններ կարվեն այս առումով։ Չեմ բացառում նաեւ, որ նմանատիպ դեպքեր ունեցած լինենք, բայց գիտեք ինչ, երբ որ կոնկրետ ծանրության հետ են կապվում միայն անձին կալանքի տանելու կամ կալանքի միջնորդություն բավարարելու անհրաժեշտություն, կարծում եմ այս առումով հենց նաև նախադեպային որոշումներով եւ դատական պրակտիկան այդպիսին է, որ պետք է լինի համապատասխան իրավապայմաններ, կալանքի հիմքերը ըստ էության պետք է արկա լինեն, դրանք որոնք նախանշված են օրենքով եւ եթե այդ հիմքերը չեն լինում, դատարանները կարող են նաև անկախ հանցագործության ծանրության աստիճանից ընտրել նաև այլ խափանմիջոց կամ մերժել մեր միջնորդությունները։ Սակայն քննչական կոմիտեն առնվազն չկա գետ մեկ դեպք, երբ որ սպանության կամ սպանության փորձի դեպք է տեղի ունեցել եւ մենք պարտադիր ձերբակալում ենք եւ միջնորդություններ ենք ներկայացնում կալանքը որպես խափանմիջոց ընտրելու վերաբերյալ եւ հետագայում նաեւ երբ որ չի բավարարում այդ միջնորդությունները նաեւ բոլոր դեպքերով գրեթե հսկող դատախազների կողմից նաև բողոքներ են տանում վերաքննիչ դատական ատյաններ։ Ունենք նաև դեպքեր, երբ որ վերաքննիչ դատարաններում բեկանվել է առաջին ատյանի դատանի կայացրած որոշումները եւ անձինք նորից կալանավորվել են։ Նմանատիպ դեպքեր էլ ունենք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրը քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն էր, սիրելի դիտողներ, մենք այս գործի զարգացումները կպահենք մեր ուշադրության կենտրոնում, կհանդիպենք ցտեսություն։